1998 օգոստոսի 6-ին իր աշխատասենյակում 4 դիմահար կրակոցով սպանվեց Հայաստանի գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը։ Սպանությունից առաջ գլխավոր դատախազը հայտարարել էր, որ սպասվում են աղմկահարույց սպանությունների բացահայտումներ, որոնցից էր նախկին քաղաքապետ Համբարձում Գարստյանի սպանությունը։ Գլխավոր դատախազի վրա կրակողը Հանրապետական դատախազության քրեա դատախազական բաժնի դատախազ Արամ Կարապետյանն էր, որը տեղում ինքնասպանություն էր գործել։ Սպանությունից հետո հերթատեսությամբ հայ ժողովրդին է դիմում նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինքը ցնցված է։ 1999-ի փետրվարի 9-ին Սևանի Մայրուղու նոր հաճնի հատվածում հայտնաբերվում է ներքին զորքերի հրամանատար Արթուր Մարգարյանի դիակը հրազենային կրակոցների հետքերով։ Անցյալ տարվա հունվարի 21-ին նույնպես կրակել էին Արթուր Մարգարյանի վրա։ Ես մտավախություն ունեմ, որ այս սպանությունները կարող են տարածվել նաև քաղաքական սպանությունների շարքին դասվեն։ Այս գործով նույն օրը ձերբակալվում են Մարգարյանի երկու թիկնապահները, սպանվածի մարմնում հայտնաբերվում է 3 գնդակ։ Նույն օրն առավոտյան Նիրտար նախաշեմին դրված նռնակի պայթյունից սպանվում է կառավարության վերահսկողության ծառայության պետ Գագիկ Պողոսյանը։ Դուռը բացելու պահին է տեղի ունեցել պայթյունը։ Պողոսյանը մահացել է հիվանդանոցի ճանապարհին։ Պայթյունից տուժում է նաև Պողոսյանի 20-ամյա որդին, որի վիճակը վիրահատությունից հետո բժիշկները գնահատում են կայուն։ 1998-ի դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշեր Նիրտար մուտքի մոտ սպանվում է Պաշտպանության փոխնախարար Վահրամ Խորխորունին։ Սպանությանն ականատեսներ չեն եղել։ Հարևանների ասելով Մակարովի գնդակները ընկած եղել կողքը 7 հատ, բայց ասենք մարմնի վրա մենակ գլխի մասում ա եղել կրակոցներ։ 2 օր անց Եռաբլուրում հուղարկավորում են սպանված Պաշտպանության փոխնախարարին, քաղաքական ուժերը մտահոգված են գնդապետի սպանությամբ, այն երկիրն ուրիշ տեղ է տանում։ Եմ կարծում, որ պետք է քաղաքական գնահատական տալ հարցին, Պաշտպանության նախարարությունում զինծառայողներ են, որոնք քաղաքական գործունեությունից դուրս են։ Նորմալ բան չի, երբ որ Պաշտպանության փոխնախարարին այդ ձևով տեղի ունեն սպանություն։ Սա իշխանություններին լուրջ իշխանությունների իմիջին լուրջ հարված է։ 2003-ի փետրվարի 19-ին Հայաստանում տեղի են ունենում նախագահի 4-րդ ընտրությունները, հիմնական թեկնածուները նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու Ստեփան Դեմիրճյանն են։ Քոչարյանի օգտին խախտումներն աննախադեպ են, էժմիացնում լցոնումներն ու ահաբեկումները համակարգում են քաղաքապետն ու պատգամավոր Հակոբ Հակոբյանը ճոյտ մականվամբ։ Արտաշատում այդ օրը Քոչարյանի օգտին քվեների համար բաժանվում էր այլ լյուր, իսկ Երևանի Նոր Նորքում 2000-ական դրամ ընտրակաշառք։ Բոլոր կաշառվածներին տրվում էր Քոչարյանի օգտին քվեարկած թերթիկներ եւ պահանջում տեղամասից դուրս բերել մաքուր քվեաթերթիկներ։ Հենց Քոչարյանն էլ հաղթում է իդեպ երկրորդ փուլում նույն ոճով իրականացված ընտրությունների արդյունքում։ Այսօր ընտրություններ տեղի ունեցան նաև 2008-ին վարչապետ Սերժ Սարգսյանի մրցակիցը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր։ Նախորդ ընտրություններում գրանցված խախտումներին ուղեկցում էին արդեն ընտրություններից առաջ ընդդիմության թեկնածուի կողմնակիցների ձերբակալությունները։ Քվեարկության օրվա բռնությունները գերազանցեցին նախորդ ընտրություններին, առևանգում էին վստահված անձանց։ Ընտրակաշառքի միջին չափը 5000 դրամ էր, Սերժ Սարգսյանը հաղթում է առաջին իսկ փուլում։ Մայիսի 14-ի լույս 15-ի գիշերը անհայտ անձինք հարձակվում են լեգենդար կոմանդոսի Արկադի Տեր-Թադևոսյանի տան վրա, վիրավորվել է նրա թիկնապահներից մեկը։ Մի քանի օր առաջ կոմանդոսը մտադրություն էր հայտնել ստեղծել ազատամարտի վետերանների նոր միություն։ Կոմանդոսն ասում է՝ ես թշնամիներ չունեմ, տնտեսական գործունեություն չեմ ծավալում եւ ինձանից էլ նյութական արժեք չեմ ներկայացնում։ С Манвелом и с этим Егропа она не связана, да. Мы не, когда говорим криминальные структуры, мы не имеем в виду Егропа. 2004-ի ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի ժողովրդավարությունը կրեց այդ պահի ամենադաժան փորձությունը։ Իշխանությունը Բաղրամյան պողոտայում շրջափակեց Ռոբերտ Քոչարյանի հեռացումը պահանջող հազարավոր անպաշտպան ցուցարարներին եւ հարձակվեց նրանց վրա էլեկտրաշոկերով, ռետինեմահակներով, ջրցան մեքենաներով, մետաղյա բեկորներով կցված պայթուցիկներով։ Առաջին անգամ իշխանությունն այստեղ փորձարկեց ցուցարարներին հետապնդելու եւ ծեծելու մշակույթը։ Բռնության ենթարկվեցին լրագրողներ, որոնց անձամբ ըստ հայկական ժամանակորաթերթի թղթակից Հայ Գևորգյանի թիրախավորում էր ոստիկանապետի տեղակալ Հովանես Վարյանը։ Տասնյակ անձեն մարդիկ տեղափոխվեցին հիվանդանոցներ, ձերբակալվեցին ընդդիմադիր գործիչներ ու պատգամավորներ, ջարդուխռու արվեցին նրանց գրասենյակները։ 2007-ի այսօրը կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել մայիսի 12-ին կյանքից հեռացած 31-ամյա Լևոն Գուլյանի ազգականներն ու ընկերները։ Նրանք վարչապետ Սերժ Սարգսյանից հանդիպում են ակնկալում, ասելու համար, որ իրենց հարազատին մի քանի օր առաջ ոստիկանության շենքում սպանել է ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետի տեղակալ Հովիկ Թամամյանը։
2007-ի մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը հրդեհվում է ՀԺԿ-ի Ալավերդու տարածքային կազմակերպության քարտուղարի բնակարանի դուռը, բերել են դիտավորյալ Պակրիշկա են դրել, վառել են, սալյարկա են լցրել դրանից վրա, ասում է Լարիսա Փարեմուզյանը, ով մեծամասնական ընտրակարգով առաջադրված տեխնացու էր թիվ 31 ընտրատարածքում։ Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը անհայտ անձին քրկիզել են ազգային ժողովի պատգամավորության տեխնացու Հրանտ Խաչատրյանի նախընտրական շտաբը։ Իրավունք եւ միաբանություն դաշինքը մեղադրում է իշխանություններին, կասկածում են մեկ այլ տեխնացու գործարար Լևոն Սարգսյանին։ 2004-ի հունիսի 23-ին ԵԽԽՎ ամբիոնից Ռոբերտ Քոչարյանը պաշտպանում է Հայաստանի ընդդիմության դեմ ապրիլի լույս 13-ի գիշերվա իրադարձությունների ժամանակ կիրառված կոշտ միջոցները։ Գործողության կազմակերպիչները ցուցադրաբար քաղաքացիներին անհնազանդության կոչ էին անում, ոստիկանությանն այլընտրանք չէր մնում, կարգուկանոնը վերականգնվեց արագ, առանց գործողության մասնակիցների առողջությանը լուրջ վնաս պատճառելու, Ստրասբուրգի ամբիոնից ասում է Ռոբերտ Քոչարյանը։ 2004-ի հուլիսի 6-ին բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը Ռոբերտ Քոչարյանին է վերադարձնում Սուրբ Մեսրոպ Մաշտոց իշխանությանը, որով Տիկին Սիլվան պարգևատրվել էր 1998 թվականին։ Պետական բարձր պարգևից հրաժարվելու մասին Կապուտիկյանը հայտարարել էր դեռևս ապրիլի 13-ի գիշերվա դեպքերից հետո, երբ իրավապահները աննախադեպ դաժանությամբ ցրեցին ընդդիմադիրների խաղաղ ցույցը Ռոբերտ Քոչարյանի նստավայրի մատույցներում։ Դա իմ հոգու ճարահատիչն էր ընդդեմ անարդարությունների, ասում է Տիկին Սիլվան։ Աջափնյակում համայնքի ընտրություններն անցնում են թեժ մթնոլորտում, կրակոցներ եւ դանակահարություններ, տեղամասերում գրեթե արյան գետեր են հոսում։ Թաղապետի տեխնացուները 4-ն են, պայքարը 2-ի միջև է, պաշտոնակատար Արթուր Խաչատրյանի եւ հանրապետական Աշոտ Աղաբաբյանի միջև։ Առաջին արյունը թափվեց այս տեղամասում, ըստ վկայի Աշոտ Աղաբաբյանի տղաների մեղքով։ Ջիպով գալիս էին մի 7-8 հոգի, ու սկսվեց կրակոցները, 4 հոգի զինված, որից մեկը կրակեց Ժիրայր Խաչատրյանի ոտքին, այդ մեկին բռնեցին, մեր տղաները սկսեցին ծեծել այդ տղային, այդ րոպեին ընկերը հացավ օգնության ավտոմատով բոլորից վրա պահեց, փառք Աստծո ոչ ոքի չի կպել։ Միլիցիայի ներկայացուցիչ մի երկուսն են եղել, որոնք ոչ մեզ օգնության են հասել։ Ես այդպիսի ինֆորմացիա չունեմ, որ որևէ մեկը զենքով մտնի ինտրատարածք։ Իմ ինֆորմացիայով ծեծկրտուկ է տեղի ունեցել Բաքու։ Կրակոցները միակ միջադեպը չէին, համայնքի կանայք հարուստ տպավորություններ ունեն Աշոտ Աղաբաբյանի կողմնակիցների հերոսություններից։ Գիշերը եկան, որ բանը ящիկը գողանան տանեն։ Մենք մտածեցինք, թե գիշերը ящիկը տանեն կարող է մի քանի հազար ձայներ լցեն մեջը, մենք չթողինք։ Այդ կրակոցներ խփեցին մեկ պիստոլետով խփին մեկն դա ձեռի։ Ամբողջ թաղամասը կրակոցներով, դանակահարությամբ, խուլիգանական հարյանքներով, մեքենաները քշելով բնակչության վրա։ Հայ վրա դենց օրիները հանում, մեղքը չեն, բոլորին վիրավորել է լցել է վանդալոցները։ Դիկտատուրայի մեջ մենք չենք կարող ընտրություններ ազատ արդար կատարել։ Մարզային ընտրական հանձնաժողովից կենտրոնական ընտրական հանձնաժողով հաղորդած տպավորություններն այդքան սուրճ չեն ու մեղավորն էլ Աշոտ Աղաբաբյանը չէ։ Ըստ մարզային ընտրական հանձնաժողովի կարծիքի, արդեն առաջնային կարծիքի տեղամասերից ստացվում է, որ մի կողմը իրեն լավ չի պահել։ Հավանաբար այսօրվա նախկին թաղապետի տեղակալի կողմը Ազգանունը Խաչատրյանի եթե չեմ սխալվում։ Ավելի ուշ Սարհատյանն ընդունում է, որ ինքն էլ իրեն լավ չի պահել սխալ տեղեկություններ հաղորդելով։ Հիվանդանոցների հրազենային վնասվածքով բոլոր 8 վիրավորները Արթուր Խաչատրյանի կողմնակիցներն են եւ նույնիսկ նրա հարազատ եղբայրը։ Իմ մարդիկ զենք չունեն, իրենք զենքը օգտագործել են, թող բերեն ցույց տան իրենց մարդկանցից որևէ մեկին, որ քիթը արնոտել է։ Գնահատականը կլինի, քրեական գործերը կհարուցվեն, մարդիկ կկալանավորվեն ու վերջացավ։ 2001-ի սեպտեմբերի 7-ի իրիկունը Արաբկիրի ոստիկանությունը մտնում է Արմենթելի դեմ նախորդ օրվա հանրահավաքի մասնակիցներից մեկի Պետրոս Մակեյանի բնակարան, տակնու վրա անումային ու բերման ենթարկում Մակեյանին։ Սեպտեմբերի 8-ի վաղառավոտյան Կենտրոն եւ Նոր Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը նրան ենթարկում է 10 օրյա վարչական կալանքի։ Շարժված երթի մասնակցելու համար վարչական պատասխանատվություն եւ միլիցիայի օրինական պահանջը չկատարելու Դա մեջ կլինի մի 40-30 հոգի։ Իսկ մեր միջանցքում բջջային հեռախոսների եւ ատրճանակների ցուցահանդես էր։ Կարծես մեր տնից մի մեծ բանդա են զինաթափում եւ դուրս տանում։
2006-ի այս օրերին մշակույթի նախարար Հովիկ Հովեյանի անունը դառնում է սկանդալի առիթ։ Նախարարն ըստ լուրերի որդու հետ զինված հարձակվել է Հայ էլեկտրացանցեր ընկերության Երևանի մասնաճյուղերից մեկի աշխատակիցների վրա։ Բանաստեղծ նախարարը հերքում է այս փաստը։ Գործակալություններից մեկը գրել էր, որ նախարարը եւ իր որդին Հայ էլեկտրացանցեր ընկերության մասնաճյուղի գրասենյակ էին ներխուժել այն բանից հետո, երբ Մաշտոցի 58 հասցեում գտնվող իրենց շենքը հոսանքազրկվել էր վթարի հետևանքով։ Հունվարի 5-ին Հովիկ Հովեյանը խոստովանում է այս փաստը եւ անմիջապես ներկայացնում հրաժարական։ 2008-ի փետրվարի 6-ին նախագահի տեխնացու Լևոն Տեր-Պետրոսյանը քարոզարշավի է մեկնում Արարատի մարզ։ Արտաշատում առաջին խոսքը խուլիգաններին է։ Նրանք քարոզչական հանրահավաքի ժամանակ քարեր, սառույցի եւ բետոնի կտորներ են նետում Տեր-Պետրոսյանի կողմնակիցների վրա։ Քարեն գցում դուք փորձեցիք բան միջամտել, հասանին վրա։ Ահա Սերժ Սարգսյանը, ահա Ռոբերտ Քոչարյանը, ահա Հովիկ Աբրահամյանը։ Դրանք խուլիգաններ են, գողեր են, ավազակներ են, որոնք թալանել են մեր երկիրը եւ ահա այսպիսի խուլիգանների միջոցով ուզում են բռնանալ մեր ժողովրդի կամքի վրա։